Տեր Հիսուսով բոլորիդ ուրախություն և խաղաղություն եմ մաղթում։ Իմ անունը Ալի Ուստուն Չելիկ է, ազգությամբ թուրք եմ։ Թերևս զարմանաք, թե թուրքը հայկական հեռուստատեսությունում ինչ գործ ունի։ Բայց ասեմ ձեզ, ես քրիստոնյա թուրք եմ, Հիսուսին արժեք տվող, Հիսուսին սիրող և Հիսուսը քարոզող թուրք եմ։ Hristiyan bir Türk'üm. Նախ ուզում եմ պատմել, թե ինչպես Հիսուսին գտա։ Եվ ուզում եմ ձեզ վկայել, թե մինչև Հիսուսին գալս կյանքս ինչպես էր, և Տիրոջը գտնելուց հետո կյանքս ինչպես փոխվեց։ Ծնվել եմ Թուրքիայում։ Ինչպես ամեն մի թուրք, այնպես էլ ես իսլամական կրթություն եմ ստացել։ Օրական 5 անգամ աղոթում էի։ Մի քանի անգամ կարդացել եմ Ղուրանը, թե արաբերենով, թե թուրքերենով։ Թեև կրթություն էի ստացել իսլամական դպրոցում, բայց դա ոչինչ չէր նշանակում, որովհետև շատ հարցեր էի ինքս ինձ տալիս, և շարունակ փնտրում էի պատասխանը. ով եմ ես, ինչու եմ ապրում, որն է իմ կյանքի իմաստն ու նպատակը։ Փորձեցի այս հարցերից պատասխանը գտնել Ղուրանում, բայց ապարդյուն, քանի որ իրականության մեջ Ղուրանը շատ անզոր գտնվեց իմ հարցերին պատասխանելու։ Կարդացի հոգեբանություն, փիլիսոփայություն, սրանցից և ոչ մեկը չկարողացավ ինձ համոզիչ պատասխան տալ։ Այդ բոլոր գրքերը ինչ-որ բաներ ասում էին, բայց ոչ սրտիս, այլ մտքիս, և իմ փնտրտուքը ոչ թե մտքի, այլ սրտից եկող փնտրտուք էր։ Զինվորական ծառայությունս վերջացնելուց հետո դեռևս փնտրում էի այս հարցերի պատասխանը։ Նորեն չկարողացա որևէ տեղ գտնել պատասխանը։ Արդյունքը եղավ իմ հոգեկան հիվանդությունը։ Վիճակս այնքան վատ էր, որ նույնիսկ չէի կարողանում խոսել, երբեմն լաց էի լինում, և օր-օրի ինձ ավելի էր ճնշում դեպրեսիան, հոգեկան խանգարումը։ Եթե պարզապես նայելու լինենք մարդկային կյանքին, կտեսնենք, որ բոլորս ծնվում ենք մեր մորից, հետո դպրոց գնում, այնուհետև գործ, աշխատանք, ամուսնություն, որին հաջորդում են զավակները, թոռնիկները, հետո անցնում ենք թոշակի, ծերություն և մեռնում ենք, և վերջ, մերկ ծնվեցինք և մերկ էլ գերեզմանը կիշխնենք։ Երբ ուրախ ենք, ամեն ինչ լավ է, մեր կողքին շատ ընկերներ ունենք, բայց սուգի և նեղության ժամանակ մեր շուրջը ոչ ոք չկա։ Նեղությունների և ցավերի մեջ մենք մենակ ենք։ Այն ժամանակ էր, որ ասացի. այս աշխարհի մեջ ամեն բան ունայն է և կյանքը անիմաստ։ Կտեսնես, որ աղքատ մարդը փնտրում է աշխատանք, դիմում է գործատիրոջը, այդ չնչին գումարով կարողանում է հոգալ իր ընտանիքի պետքերը, իսկ ինչ է անում գործատերը։ Աշխատողներ է վարձում, որպեսզի այդ մարդիկ կարողանան իրենց ընտանիքին հոգ տանեն։ Եվ այսպես շղթայական, ամեն մարդ իրար հետ աշխատում է, մինչև որ մեռնում են և ամեն բան վերջանում գնում է։ Այս ամեն մտքերը և հարցերը ինձ ֆիզիկապես քայքայեցին։ Կյանքս անիմաստ էր դարձած, ուզում էի ինքնասպան լինել։ Ձմռան մի ցուրտ օր էր, գնացի անտառ ինձ հետ վերցնելով թույն, որը հատուկ պատրաստված էր կենդանիների համար, ջրի հետ խառնելով խմեցի։ Առաջին 10-15 րոպեներին ոչինչ չզգացի, բայց հետո ստամոքսիս մեջ ահավոր ցավեր գոյացան։ Դրանից հետո թե ինչ եղավ, այլևս ոչինչ չեմ հիշում։ Երբ ուշքի եկա, հիվանդանոցում էի, և պետք եղած բժշկական բոլոր օգնությունները ցույց էին տալիս, թե ստամոքսս, թե արյունս մաքրել էին այդ թույնից։ 2 տարեց մարդիկ, որ զբոսանքի էին ելել, անտառում քայլելու ժամանակ գտել էին ինձ ուշաթափ վիճակում և անմիջապես շտապօգնություն էին հեռաձայնել և ինձ հիվանդանոց էին տեղափոխել։ Երբ ինձ բավականին լավ էի զգում
Ինձ մոտ եկան ծնողներս, քիչ հետո ոստիկանությունից մարդիկ, շատ հարց ու փորձ արեցին ինձ։ Դրանից հետո ինձ հոգեբուժարան տեղափոխեցին։ Բուժումներ էի ընդունում, բայց նույն ջղային վիճակն ու հոգեկան խանգարումները շարունակում էին ինձ մոտ։ 3 ամիս մնացի հոգեբուժարանում, բայց ոչ մի փոփոխություն չէր նկատվում իմ մոտ։ Ունեի դրամ, ազատություն, ընկերուհի, եւ այդ ընկերուհուս միջոցով հարմար գնով կարողացա գնել 36 քնաբեր հավեր եւ պահել դրանք հարմար առիթի համար։ Բայց սրտիս մեջ կար դատարկություն, այս աշխարհում չկար մի բան, որ ինձ գոհացում տար։ Ոչ դրամը, ոչ ազատությունը, ոչ ընկերուհին անկարող էին ինձ որևէ ձևով օգնել։ Օրական 2-ից 3 ժամ միայն լաց էի լինում, դողում էի ամբողջ մարմնով, չէի կարողանում խոսել, որոշեցի ինքնասպան լինել, որովհետև ուրախանալու ոչ մի բան չկար։ Այդ 36 քնաբեր հավերը խմեցի, ինձ նորեն հիվանդանոց տեղափոխեցին, նորեն ստամոքսս մաքրեցին, մի քանի օր հիվանդանոցում մնալուց հետո տուն եկա։ Մի օր փողոցում մի պարոնի հետ ծանոթացա։ Նա ինձ մի նոր կտակարան տվեց, վերցրի գիրքը, բայց չկարդացի, գիտեք ինչու, որովհետև Թուրքիայի մեջ կամ ընդհանրապես որևէ իսլամական երկրում մեզ սովորեցնում են, որ ավետարանը փոխված է, եթե կարդանք այդ թույնով մենք կթունավորվենք։ Սուրբ գրքում Աստված Ադամին պատվիրեց ասելով, որ բոլոր ծառերի պտուղներից կեր, բացի բարին ու չարը գիտենալու ծառից, այդ պտուղից չուտես, որովհետև եթե ուտես, դու անպայման կմեռնես։ Հետո օձը Եվային ասաց. «Կեր այդ արգելված պտուղից», Եվան ասաց, որ ոչ Աստված պատվիրել է, որ այդ ծառի պտուղից չուտենք, քանի որ եթե ուտենք, պիտի մեռնենք։ Իսկ օձը պատասխանեց, որ չեք մեռնի։ Տեսնում եք օձի արածը։ Սա առաջին հարձակումն էր խոսքի վրա։ Մինչև այսօր այդ նույն օձը շարունակում է հարձակվել Աստծո խոսքի վրա, այժմ տարբեր կերպերով, խաբելով մարդկանց, որ Սուրբ Գիրքը փոխված է։ Սուրբ Գիրքը փոխված է։ Պետք չէ, որ Սուրբ Գիրք կարդաք։ Միևնույն է, որքան էլ հարձակվի, չի կարող որևէ ձևով Տիրոջ խոսքը փոխել կամ խափանել։ Հաճախ հեռուստատեսությամբ դիտում ենք կենդանիների աշխարհում հաղորդումը, թե ինչպես Աֆրիկայի մեջ առյուծը եղնիկին հետապնդում է։ Առաջին իսկ հարձակումով եղնիկի կոկորդն է բռնում, որպեսզի եղնիկը չկարողանա շնչի եւ մեռնում է։ Սուրբ Գիրքն էլ մեր կյանքի խողովակն է, մեր շնչափողն է։ Այս գրքով հոգևորապես շնչում ենք եւ ապրում ենք։ Եվ սատանայի թիրախը կամ նշանակետը Սուրբ Գիրքն է։ Կարդացեք Սուրբ Գիրքը, պահեք այն ձեր սրտերում, քարոզեք եւ վկայեք բոլորին։ Իմ Սուրբ Գիրք չկարդալուս պատճառը այն էր, որ ինձ թունավորել էր իսլամ կրոնը։ Մի օր էլ գրադարանիս մեջ տեսա Սուրբ Գիրքը, վերցրի այն եւ ինքս ինձ ասացի. տեսնես ինչ է գրված այս գրքի մեջ, եւ սկսեցի կարդալ։ Մի քանի գլուխ կարդալուց հետո տեսա, որ ոչինչ չեմ հասկանում։ Իսկ երբ հասա Մատթեոս ավետարանի 5-րդ գլուխը, սրտիս խոսեց այդ խոսքերը, եւ դրանից հետո սկսեցի նոր կտակարանը կարդալ։ Ամեն ժամանակ, ամեն տեղ, շոգենավում թե շոգեկարգում, 2 ամսվա ընթացքում ամբողջությամբ կարդացի նոր կտակարանը։ Որոշ ժամանակ անց հեռաձայնեցի այն պարոնին, որ ինձ Սուրբ Գիրք էր նվիրել։ Բավականին խոսելուց հետո նա ինձ եկեղեցի հրավիրեց։ Ընդունեցի իր հրավերքը եւ գնացի եկեղեցի։
Ուրախացա, երբ լսեցի, որ թե երգերը, թե աղոթքները, թե քարոզը թուրքերենով էր։ Dualar Türkçeydi. Hayatımda ilk defa bir kilisedeydim. Ve daha sonra Պաշտամունքի վերջում հայտարարեցին, որ եթե կան նորեկներ, որ հարցեր ունեն, թող մնան։ bu şey grupta şeydi. Yeni gelenlerle Այնտեղ տարեց մեկը կար, մոտեցա իրան հարցրեցի. ilgiliydi. Այս ինչ է, ինչ է կյանքը, ինչու ենք ապրում, որն է կյանքի իմաստը, մեռնելուց հետո ինչ։ Ben sordum. Hayat nedir? Biz niye varız? Hayatın Եղբայրը anlamı ne? բացեց Սուրբ Գիրքը Amacı ne? եւ կարդաց Հովաննու ավետարանի 8-րդ գլխի 32 համարը, որ այսպես է գրված. Kutsal kitabı açtı. Եվ ճշմարտությունը պիտի իմանաք, 14. bölümden. եւ այդ ճշմարտությունը ձեզ պիտի ազատի։ Ասացի, գիտեմ, որ ճշմարտությունը ինձ պիտի ազատի, բայց ինչ է ճշմարտությունը։ İsa Mesih dedi ki orada siz gerçeği bileceksiniz ve gerçek sizi özgür kılacak. Ve ben o zaman adama dedim. Դարձյալ Սուրբ Գիրքը gerçek բացելով özgür կարդաց kılacak. Հովաննու Ama ավետարանի gerçek nedir? 14-րդ գլուխ 6-րդ համարը։ Հիսուսն ասաց. Yuhanna 14. bölüm 6. ayet. İsa Mesih diyor ki orada Hisus Ես եմ ճանապարհը, ճշմարտությունը եւ կյանքը։ benim. Ve daha sonrasında kiliseden Եկեղեցուց տուն եկա եւ սկսեցի մտածել այդ կարդացած համարների մասին։ ayet diyor ki hakikat sizi özgür kılacak. Միտեղ գրված է ճշմարտությունը ձեզ պիտի ազատի, մյուս համարն ասում է ես եմ ճշմարտությունը։ 3. hafta 4. Հաջորդ շաբաթ նորեն եկեղեցի գնացի։ Այսպես հաջորդաբար սկսեցի գնալ եւ տարիներ շարունակ ունեցած բոլոր հարցերիս պատասխանները գտա Տիրոջ խոսքի Աստվածաշնչի մեջ։ 2 ամիս հետո Տեր Հիսուս Քրիստոսին ընդունեցի որպես իմ կյանքի Տերն ու Փրկիչը եւ այդ ընթացքում իմ ունեցած ջղային լարվածությունը, մարմնիս դողը հազվադեպ էր լինում։ Bu krizler arada bir vardı. Այս մասին եկեղեցուն որևէ մեկին չէի ասել, որովհետև միջին արևելյան երկրներում տղամարդը երբեք իր տկարությունների մասին չպետք է խոսի։ Bahsetmeyeceksin. Sen ne kadar iyi, ne kadar güçlü. Խոսիր, թե որքան զորավոր ու խելացի հաջողակ մեկն ես։ Տկարության մասին խոսելը տկարների գործն է։ Այդ պատճառով էր, որ չէի համարձակվում որևէ եղբոր ասել, որ ինձ համար աղոթեին։ Benim sorunlarım var. Benim için kardeşim. Սովորականի պես մի կիրակի եկեղեցուց տուն եկա գիշերվա ժամը 11-ին պարկեցի քնելու։ Kiliseden ayrıldım, eve gidiyordum. Düzeltiyorum, eve gidiyordum. Առավոտյան ժամը 3-ի 4-ի մոտ երազիս մի ձեռք տեսա։ Saat Ինչ էր չիմացա, միայն այդ ձեռքը տեսա, մարմին չկար։ uyurken Միայն շատ փափուկ եւ արևի պես փայլուն զորավոր ձեռք էր այդ ձեռքը։ rüya mıydı, görüm müydü? Եվ մարմնից դիպչելով հասավ մինչև սիրտս։ El gördüm. Beden yok. Այնքան զորավոր սրտիս մեջ մխրճվեց, որ ես անմիջապես արթնացա, լույսը վառեցի, սենյակում ոչ ոք չկար։ Geldi. Benim burada kimse yok. Ծնողներս եւ քույրս քնած էին։ Babam uyuyordu, kız kardeşim uyuyordu. Նորեն պարկեցի քնելու։ Ama ertesi sabah bir Առավոտյան երբ արթնացա, սրտիս մեջ մեծ ուրախություն կար։ böyle Ուզում էի վազել, ցատկել, ուրախություն կար դեմքիս վրա, ինչ էր պատճառը չգիտեի։ Այսպես շարունակվեց երկրորդ օրը, երրորդ օրը, սիրտս ցնծում էր ուրախությունից։ Եվ գիտեք, biliyor musunuz ne oldu? Geçmiş 4 günüm. այդ 4 օրերի ընթացքում ես բոլորովին չհիվանդացա, հիվանդությունս անցավ մեկընդմիշտ։ Hastalığım benim geçti. Biliyorsunuz İbraniler Եբրայեցիս 13:8-ում գրված է. Հիսուս Քրիստոս նույնն է երեք, այսօր եւ հավիտյան, 2000 տարիներ առաջ գույրի աչքը բացող, yüzüne gözüne անդամալույցներին, խուլուհամրերին բժշկող, önce o felçlilerin
Մեռելներին կենթանացնող Տեր Հիսուս Քրիստոսը 13 տարի առաջ ինձ էլ բժշկեց, եւ հիմա այստեղ եմ ձեզ վկայելու, եւ կյանքս փոխվելու միակ պատճառը այն է, որ նա ապրում է։ 13 yıl önce Հիսուս Քրիստոս կենթանի է հավիտյանս հավիտենից, նա ապրում է իմ եւ քեզ համար։ buradaysam, eğer bugün Տեր size Հիսուս Քրիստոս ապրում է Հայաստան աշխարհի համար։ anlatıyorsam, size şunu söyleyeyim. Տեր Հիսուսն ինձ նոր կյանք տվեց։ Քրիստոսի հարությունով խաչի վրա թափված սուրբ արյունով ես հավիտենական կյանքի արժանացա։ Քրիստոսի մահը եւ հարությունը ճշմարտություն է, որ իր արյան մեջ զորություն կա, իր սերը, իր տված Սուրբ Հոգին ճշմարտություն է, եւ ես իր հոգով բժշկված եմ։ Նա կենթանի է, Քրիստոս կենթանի Աստված է։ İsa Mesih'in Այո, ես բժշկվեցի եւ ընտանիքս իմ քրիստոնյա լինելը իմացավ։ Գտան իմ Սուրբ Գիրքը, իհարկե, որ ինձ ապրես չասացին եւ ոչ էլ քեզանով հպարտ ենք։ Սկսեցին իմ դեմ իրենց հակառակությունները, տանից ինձ դուրս էին անում, բավականին դժվարություններ ունեցա։ Թեև ինձ չծեծեցին, բայց եւ այնպես ընտանիքիս մեջ խաղաղություն չկար։ Ես նրանց երբեք չասացի եկեղեցի եկեք, Տեր Հիսուս Քրիստոսի հավատացեք, կամ Սուրբ Գիրք կարդացեք, որպիսի ձեր կյանքը փոխվի։ Գիտեք, խոսքը այսպես է ասում. ուր որ գնաք, Աստծո խոսքը քարոզեք, մարդկանց Աստծո մասին խոսեք, երբ պետք է, բացեք Սուրբ Գիրքը եւ այնտեղից կարդացեք։ Գիտեք ինչ է այս խոսքերի իմաստը։ Այսինքն Աստծո խոսքը քո ապրած կյանքովդ քարոզիր եւ փառք Աստծո, որ Տերը իմ կյանքը գործածեց ընտանիքիս փրկության համար։ Չեմ ասում, որ ես կատարյալ կյանքով եմ ապրում։ Իհարկե, ես դեռ շատ փոխվելու կողմեր ունեմ։ Տիրոջ առջև խոնարհվելով եւ խոստովանվելով եւ մինչեւ այն օրը, որ իր առջև պիտի կանգնենք, բոլորս էլ շատ փոխվելու եւ սովորելու բաներ ունենք մեր կյանքում։ Մեր Տերը ողորմած է, ինձ գործածեց իմ ընտանիքի փրկության համար։ Ինչու եմ այսպես ասում։ Ընդամենը 2 տարի էր անցել իմ հավատքի կյանքից, երբ մի կիրակի օր պատրաստվում էի եկեղեցի գնալ, հայրս ուզեց, որ ինքն էլ եկեղեցի գա։ Միասին գնացինք եւ այդ օրը հայրս Տեր Հիսուս Քրիստոսին ընդունեց որպես իր Տերն ու Փրկիչը։ Եվ շատ չանցած մայրս եւ քույրս էլ ընդունեցին Քրիստոսին։ Ինչպես որ Տերը ինձ գործածեց իմ ընտանիքի փրկության համար, վստահ եղիր սիրելի քույրս եւ եղբայրս, Տերը քո ապրած կյանքը քո սիրելիների փրկության համար պիտի գործածի։ Միայն թե Տիրոջը խոսքին հավատարիմ եղիր եւ վստահիր։ Օրինակ թրթուրը գեղեցիկ չէ, բայց գիտենք, որ այդ գեղեցիկ թիթեռները այդ թրթուրից են առաջանում կամ ծնվում։ Այդ տգեղ թրթուրի կյանքի մեջ մեծ փոփոխություն է տեղի ունենում, երբ այդ գեղեցիկ թիթեռները նախքան որ թիթեռնիկ լինեին, թրթուր էին։ Ես էլ մինչև Տեր Հիսուսին գալս այդ թրթուրն էի։ Գեղեցկություն չունեի, բայց Տեր Հիսուսին հավատալով եւ իր խոսքը սրտիս մեջ ընդունելով, Սուրբ Հոգին սրտիս մեջ հրավիրելով, Տերը այդ տգեղությունս վերցրեց եւ թիթեռնիկի պես ինձ գեղեցկացրեց։ Եվ այսօր Տերն ուզում է քեզ էլ այդպես գեղեցկացնել, եթե թույլ տաս։ Եթե այսօր ընտանիքիդ մեջ կան անձեր, որոնք հավատքի չեն եկել, քեզ համար բարի լուր ունեմ։ Գործ առաքելոցի մեջ գրված է. եթե հավատաս, դու եւ քո տունը պիտի փրկվեք։ Միայն հավատա, աղոթիր, խոսքը ապրիր, այդ ժամանակ պիտի տեսնես, որ ճիշտ եւ հարմար ժամանակին Տերը քո ընտանիքին պիտի փրկի։ Տարիների ընթացքում Տիրոջ խոսքով դաստիարակվեցի, թեև այս ընթացքը դեռևս շարունակվում է։ Շատ երկրներ եւ տարբեր տեղեր գնալով քարոզել եմ Քրիստոսի անզուգական եւ կատարելապես ճշմարիտ խոսքը։ Երբեմն դժվարանում ենք Քրիստոսը վկայելու մեջ։ Հիսուս երբեք մեզ վարդաստան չխոստացավ, այլ ասաց. դժվարություններ անպայման պիտի ունենաք իմ անվան համար, ձեզ պիտի թքեն, անիծեն, հալածեն, նույնիսկ սպանեն,
Բայց քաջասիրտ եղեք, ես աշխարհին հաղթեցի։ Քրիստոս ասաց. Ինձ հավատացեք եւ ձեր կյանքերը կատարյալ պիտի լինեն։ Ինքը խոստացավ ասելով. ով որ ինձ հավատա, թեև մեռնի, պիտի ապրի։ Տերը ինձ ավետարանչության պարգև է տվել։ Մի օր երբ քարոզում էի, ոստիկանները ինձ ձերբակալեցին։ Այն ժամանակ ես 9-10 ամսվա հավատացյալ էի։ Ինձ ծեծեցին, բերանիցս, շրթունքներիցս արյուն էր հոսում։ Ոտքերիս այնքան էին խփել, որ չէի կարողանում քայլել։ Սուրբ Գիրքը դեռ այդքան լավ չգիտեի։ Հիսուսին դեռ ամբողջությամբ չէի ճանաչում, բայց Տերը ինձ գործածեց եւ բանտում եղած ժամանակ առիթ ունեցա ուրիշներին վկայելու։ Բանտում ինձ պահում էին մի մութ սենյակում, որ երկաթյա դուռ ուներ, եւ այդ դռան վրա մի պատուհան էր բացվում։ Գիշերվա ժամը 12-ն էր, երբ եկեղեցու սովիվը եկավ ինձ այցելության։ Հետաքրքիր է, որ ինձ երբեք չասաց. քեզ համար աղոթում ենք կամ քեզ սիրում ենք։ Միակ բանը, որ ասաց այս էր. Տերը Հովսեփի հետ էր նույնիսկ բանտում եղած ժամանակ։ Այդ մասին գրված է Ծննդոց գրքում, թե Հովսեփ Եգիպտոսում եղած ժամանակ Տերը իր հետ էր, եւ իմ պետքս էլ ճիշտ այդ էր։ Տիրոջ խոսքը դիպավ իմ սրտին եւ իմ ականջին, եւ իմ սիրտը անսահման ուրախությամբ լցվեց։ Մտածում էի, եթե ծնողներս իմանան, որ ես բանտում եմ, ինչ էին անելու։ Անհանգստանում էի իրենց համար եւ աղոթում։ Ոստիկանները ինձ ասում էին. եթե ընդունես իսլամությունը, Մուհամմեդին էլ դավանես որպես ճշմարիտ մարգարե, քեզ անմիջապես ազատ կարձակենք։ Բայց նրանց ասում էի, ինչպես կարող եմ կենդանի Քրիստոսին մեռած մարդու հետ փոխել։ Եթե դուք իմ տեղը լինեիք, կփոխեիք արդյոք։ Իհարկե ես էլ չընդունեցի։ Ձեռքերս կապած ինձ դատարան բերին։ Այնտեղ կային նաև ուրիշ բանտարկյալներ, որոնք տարբեր հանցանքներով էին ձերբակալված։ Ոմանք գողության համար, ոմանք մարդասպանության կամ ինչ-որ մեկին ծեծել էին, մի խոսքով տարբեր հանցանքներով բռնված մարդիկ։ Այդ հանցագործները բոլորն էլ գլխիկոր կանգնած էին, որովհետև Աստծո պատվիրանքի դեմ էր իրենց հանցանքը, սակայն իմ դեմքին ժպիտ եւ ուրախություն կար։ Ինչու՞։ Որովհետև Պողոս առաքյալի խոսքերով ես ամոթ չեմ համարում իմ Տիրոջ անվան համար չարչարվելը։ Փառք Տիրոջ, դա էր պատճառը, որ ես չէի ամանչում։ Որովհետև ես ոչ մարդ եմ սպանել, ոչ գողություն եմ արել, ոչ էլ մեկին եմ ծեծել։ Սակայն իրենց համար ամենամեծ հանցանքը Աստծո ճշմարիտ խոսքը քարոզելն է։ Տերը օրհնի իրենց։ Դատավարությունս եղավ, բայց ինձ ազատ արձակեցին։ Քայլելու մեծ դժվարություն ունեի, ծեծերի պատճառով։ Գլխիս եւ ամբողջ մարմնիս վրա արյունոտված վերքեր կային։ Իսկ գիտեք, թե դատարանի շենքի 4 կողմը ովքեր կային։ Քրիստոսով իմ հայ քույրերը եւ եղբայրները, որոնք աղոթում էին ինձ համար։ Հիսուսը ճանաչող հայ քույրեր եւ եղբայրներ, որոնք պատրաստ էին իրենց կյանքը տալու Տիրոջ համար։ Նրանց սերը մտքի սեր չէր, այլ սրտից բխող Քրիստոսի սերն էր, եւ ինձ համար աղոթում էին անդադար։ Երբ ինձ ազատեցին եւ դուրս եկա բանտից, ինձ առաջին գրկողները շատ սիրելի հայ եղբայրներն էին։ Իմ հոգևոր կյանքում քրիստոնյա հայերը շատ մեծ տեղ ունեն։ Ամեն անգամ Տիրոջ անկեղծ սերը կտեսնեմ իրենց մեջ, եւ նրանք ինձ համար անփոխարինելի են։ Երբ բանտից դուրս եկա, իրենք ինձ տեր կանգնեցին, եւ մանավանդ հայ քույրերը եւ եղբայրները, որոնց տանը ես որոշ ժամանակ մնացի, որովհետև շատ ցավերի մեջ էի եւ օգնության պետք ունեի։ Հայ քույրս իմ ոտքերս լվաց, մաքրեց վերքերիս դեղ դրեց, մինչև կազդուրվեցի նորմալ կյանքի անցա։
7 անգամ ոստիկանությունը ինձ ձերբակալել է։ Իհարկե, իրենց մեջ լավ մարդիկ էլ կային, բայց կային նաև մարդիկ, որոնք անարգանքով էին խոսում Տեր Հիսուսի մասին։ Ինչ կարող ենք ասել։ Նրանք հոգևորապես կույր են, չեն ճանաչում ճշմարիտ Աստծուն, մեր Տեր Հիսուս Քրիստոսին։ Թերևս ես իրենց տեղը լինեի, ես էլ նույն ձևով կվարվեի, բայց փառք Աստծո, փառք Հիսուսին, որ իմ կյանքը փոխեց, եւ իմ աղոթքն է, որ Տերը իրենց այցելի եւ իր Սուրբ Հոգով իրենց սրտերը փոխի, որպեսզի իրենք էլ ճանաչեն ճշմարիտ Աստծուն։ Հետո ծանոթացա տիկնոջ Սեթ, ինքն էլ քրիստոնյա էր, ազգությամբ թուրք։ Նա սովորել է Անգլիայի Օքսֆորդ համալսարանում։ Տարիներ էր, որ ինքն էլ ընդունել էր եւ ճաշակել էր Հիսուսի մեծությունն ու քաղցրությունը։ Կինս էլ շատ խստակրոն իսլամ ընտանիքից էր եկած։ Անգլիայում եղած ժամանակ իր իսլամությունն էր քարոզում, այնքան ժամանակ, մինչև Տերը իրեն այցելեց եւ Տեր Հիսուսին ընդունեց որպես իր կյանքի Տերն ու Փրկիչը, եւ հիմա ամենուրեք կենթանարար Աստծո խոսքն է քարոզում։ Իհարկե, կինս էլ շատ դժվարություններ է ունեցել, բայց Աստծո շնորհքը իրեն զորացրել է այդ ամեն դժվարությունների մեջ, հաստատ պահելով իր հավատքը։ Մեր ծանոթությունից որոշ ժամանակ անց մենք ամուսնացանք։ Մեր Աստվածը կենդանի Աստված է, սքանչելի է։ Թուրքերենի մեջ այսպիսի խոսք ունենք, որ ասում է. սերը կարող ես ապրել, բայց չես կարող բացատրել։ Աստծո սերը եւ ուրախությունը որևէ լեզվով ու ձևով չես կարող բացատրել։ Տիրոջ հետ քայլելով այդ երկնային ուրախությունն ու ցնծությունը փոխում են մեր սրտերը։ Կարճ ժամանակով պոլիս էի գնացել։ Փողոցում քայլած ժամանակ տեսա, թե ինչպես մի խումբ երիտասարդներ թերթիկներ էին բաժանում։ Եվ ինձ մոտեցավ կարճահասակ մի փոքրիկ աղջիկ եւ թերթիկ տվեց։ Նայեցի, որ Հովաննու ավետարանն էր։ Շատ զարմացա եւ աղջկան հարցրի. «Դուք ով եք, որտեղից եք գտել այս թերթիկները»։ Երեսից նայեց եւ հայերենով ասաց. «Ինչ»։ Եվ աղջիկը ինձ իր ընկերների մոտ բերեց։ Սկսեցինք խոսել, ծանոթացանք, ընկերացանք եւ իմացա, որ իրենք Հայաստանից եկած հավատացյալներ էին։ Թուրքիայի մեջ թուրքերենով Աստծո խոսքն էին տարածում, Տեր Հիսուսի մահն ու հարությունն էին քարոզում։ Թեև իրար հետ ընկերացել էինք, բայց իրենք դեռ ինձ չէին վստահում, որ ինչպես այս թուրքը մեզ ընկեր դարձավ, ինչ-որ ձևով վախենում էին ինձանից։ Այդ ընթացքում ուրիշ եղբայրների պատմել էին իմ մասին եւ հարցրել, թե ով եմ ես։ Երբ ճշմարտությունը իմացան, այն ժամանակ սկսեցին ինձ վստահել եւ իրենց սիրտը անկեղծությամբ ինձ բացեցին։ Այս երիտասարդները Հայաստանի աստվածաբանական դպրոցի ուսանողներ էին, որոնք կարճ ժամանակով Թուրքիա էին եկել։ Ինձ Հայաստան հրավիրեցին իրենց աստվածաբանական դպրոցում քարոզելու։ Տիրոջ շնորհքով ընդունեցի հրավերը եւ Հայաստան գնացի։ Մեկ շաբաթ մնացի այնտեղ եւ Սուրբ Գրքի սերտողություններ էի անում իրենց հետ։ Պետք է խոստովանեմ, որ վախենում էի Հայաստան գնալուց, քանի որ ես թուրք եմ, մտածում էի ինչպես պիտի ընդունեն, ինչ են մտածելու իմ մասին։ Բայց փառք Աստծո, Աստված օրհնեց եւ ամեն բան անցավ սիրով եւ խաղաղությամբ։ Իմ հայ քույր եղբայրները ոչ միայն իրենց տուները իմ առջև բացին, այլ իրենց սիրով լցված սրտերը ողջագուրվում էին, ինձ նայում էին ոչ թե որպես թուրք, այլ ընդունեցին որպես Աստծո զավակ եւ Քրիստոսով իրենց եղբայրը։ Ամիսներ հետո ուրիշ քարոզիչ եղբայր ինձ նորեն Հայաստան հրավիրեց եւ այնպես համընկավ, որ ապրիլի 24-ին ես այնտեղ էի եւ մեծ ժողով գումարվեց։ Այդ օրվան նյութը ներելու մասին էր, 400-ից 500 մարդ կար։ Այդ ժողովին աշխարհի շատ եկեղեցիներից շատ հայ հոգևոր եղբայրներ, առաջնորդներ էին հավաքված։ Այդտեղ խոսողը, պատգամաբերը ես էի։ Հարցրի. քանի հոգիներ կան այստեղ, որ ցեղասպանության ժամանակ մեծ հայր կամ մեծ մայր են կորցրել։
հավաքվածների կեսից ավելին ձեռք բարձրացրեցին։ Բեմին ամենամոտ եղող հայ եղբորը բեմ հրավիրեցի և բեմի վրա իր ոտքերը լվացի։ Շատ գեղեցիկ և օրհնյալ էր այդ պահը, և հետո այս հայ եղբայրը վկայեց ասելով. «Մինչև Քրիստոսին գալս ատելությամբ էի լցված թուրքերի հանդեպ, այնպես որ ուզում էի նրանց սպանել։ Նույնիսկ ընկերներիս հետ մտադիր էինք գնալ թուրքական գյուղերը և սպանել նրանց։ Իհարկե Աստված կանխեց այս չար մտադրությունս։ Այն ժամանակ, երբ Տեր Հիսուսին գտա, իմ կյանքը ամբողջությամբ փոխվեց, Տերը ինձ դաստիարակեց իր խոսքով, հիմա ես քարոզիչ եմ»։ Այդ տղան շարունակեց. «Թեև ես քարոզում էի ներելու մասին, բայց իրականում իմ սրտի խորքում չէի կարողանում ներել թուրքերին, բայց հիմա այս պահից այն կողմ, Աստծո շնորհքով կարողանում եմ ներել, ներում եմ քեզ, ներում եմ իրենց։ Թողնելով ամեն բան նա արդար Աստծուն»։ Մեծ հուզմունքով էր խոսում եղբայրը, և արցունքները թափվում էին նրա և մեր աչքերից։ Աստծո ներկայությունը շատ զգալի էր։ Օրհնյալ օր էր այդ օրը ինձ համար, դժվար պահ էր։ Բայց քույրեր և եղբայրներ, անցյալը փոխել չես կարող։ Ինչ է ասում նոր կտակարանը։ Ներել։ Սուրբ գրքում ներել և հաշտություն կա։ Այլևս բավական է այս թշնամությունը, որ գոյություն ունի երկու երկրների միջև։ Սատանային հաջողվեց իր սև գործը կատարել՝ ցեղասպանություն, բայց հիմա մենք Քրիստոսով կարող ենք իրար սիրել և ներել։ Թուրք քրիստոնյա եկեղեցին և ամերիկյան եկեղեցին իրար հետ սիրո հարաբերությունների մեջ են։ Ամերիկացի, նույնիսկ գերմանացի եղբայրներ են գալիս Թուրքիա քարոզելու, բայց նրանք մեր հարևանները չեն։ Ո՞վ է մեր հարևան երկիրը։ Իհարկե Հայաստանը։ Դուք եք։ Այլևս հասել է այն ժամը, որ Քրիստոսի բերած շնորհքով կարող ենք իրար հետ հարաբերվել, ներել, սիրել, փաթաթվել, ողջագուրվել։ Ժամանակն է Տիրոջ սիրով իրար ծառայել, իրար սիրել։ Ով պիտի քարոզի Թուրքիայում։ Սուրբ գրքից ուզում եմ կարդալ Թագավորաց 9-րդ գլխի 1-10 համարները։ Եվ Դավիթն ասեց. «Արդյոք Սավուղի տանից մնացած մարդ կա, որ նրան բարերարություն անեմ Հովնաթանի սիրո համար»։ Եվ Սավուղի տանից Սիրա անունով մի ծառա կար։ Նրան կանչեցին Դավթի մոտ, և թագավորը ասեց. «Սիրան դու ես»։ Նա ասեց. «Ծառատ եմ»։ Թագավորը հարցրեց. «Սավուղի տանից մնացած մարդ կա, որ նրան Աստծո ողորմությունն անեմ»։ Սիրան պատասխանեց. «Հովնաթանից ոտքերը կախ մի որդի կա տակավին»։ Թագավորը նրան հարցրեց. «Ո՞ւր է նա»։ Սիրան ասեց. «Ահա նա Մաքիրի տանն է»։ Թագավորը մարդ ուղարկեց, և Մաքիրի տանից նրան բերեցին։ Սավուղի որդի Հովնաթանի որդի Մեմբիփոստեն Դավթի մոտ եկավ, երեսի վրա ընկավ և խոնարհություն արավ։ Դավիթն ասեց. «Ով Մեմբիփոստ է»։ Եվ նա ասեց. «Ահա ծառատ»։ Եվ Դավիթը նրան ասեց. «Մի վախենար, որովհետև քո հոր Հովնաթանի սիրո համար քեզ անպատճառ բարերարություն պիտի անեմ, քո հոր Սավուղի բոլոր արտերը քեզ վրա պիտի դարձնեմ, և դու պիտի միշտ իմ սեղանի վրա հաց ուտես»։ Եվ նա խոնարհություն արավ և ասեց. «Ծառատ ով է, ինձպես մի մեռած շան վրա նայեցի»։ Իսկ թագավորը Սավուղի ծառա Սիրային կանչեց և նրան ասեց. «Սավուղի և նրա տան բոլոր ստացվածքը քո տիրոջ որդիին տվի»։ Բ Թագավորաց 8-րդ գլխում գրված է. Դավիթը, երբ պատերազմից վերադարձավ, չգնաց հանգստանալու, այլ անմիջապես ուզում էր Սավուղի հետ հաշտություն կնքել։ Թեև Սավուղը քանի անգամ փորձել էր Դավիթին սպանել, բայց Աստված ամեն անգամ պահում էր Դավիթին։ Պատերազմից վերադառնալով Դավիթը արյուն չէր փնտրում, այլ հաշտություն, ոչ թե սուր, այլ սեր, ոչ թե ատելություն, այլ ներողամտություն։ Եվ գրված է, որ Հովնաթանի տղան կաղ էր։ Մենք էլ Հիսուս Քրիստոսին ճանաչելուց առաջ կաղ ու հաշմանդամ էինք մեր մեղքերի պատճառով։
Աստծո հետ թշնամացած էինք, սակայն Տեր Հիսուսի միջոցով Աստծո մոտեցանք, համարձակություն ունեցանք Տիրոջ սեղանին մոտենալու։ Ով էր մեն բիփոստեն, վախքոտ մեկը, իր մեծ հայրը Դավիթին սպանել էր ուզում, բայց ինչ ասաց Դավիթը. դու այսուհետև իմ սեղանին պիտի նստես և իմ հետ սեղանակից պիտի լինես։ Մենք Տիրոջ սեղանին չենք մոտենում, իհարկե ոչ միայն մոտենում ենք, այլև մասնակցում ենք։ Այսօր եկեղեցիների մեջ մարդիկ կան, որոնք Քրիստոսի հետ կապ չունեն։ Դու որ մեկն ես։ Այն կնոջ պես, որ 12 տարի արյունահոսությամբ հիվանդ էր, Հիսուսին դիպչելով բժշկվեց, այդ տեսակ հավատացյալ ես, թե եկեղեցու շուրջը պտտվող ու պարզապես քրիստոնյա անունը կրող, բայց կյանքը չապրող մեկն ես։ Եթե անկեղծ քրիստոնյա ենք, պիտի ներվենք, այն ժամանակ միայն կազատվենք ատելության կապանքից։ Մի մոռացիր, որ դու էլ ժամանակին մեղավոր մեկն էիր, երբ դեռ Տեր Հիսուս Քրիստոսը չունեիր, և դու էլ ներման կարիք ունեիր։ Աստված ասում է. սիրեցեք ձեր թշնամիները, և եթե հայացք նետենք անցյալին, ձեր թշնամիները ովքեր են։ Թուրքերն են եղել, այսինքն մեր հայրերը, բայց սա անցյալի մեջ մնաց։ Տիրոջ սիրով իրար սիրենք և հարգենք։ Երիքովի պարիսպները ինչպես ընկան։ Աղոթքս է այսօր էլ այդ թշնամության պարիսպները ընկնեն։ Աստված ասում է. սիրեք ձեր թշնամիները, իրար համար աղոթող եղեք, իրար ներեք։ Իսկ ինչ է ասում տերունական աղոթքը. ներիր մեզի մեր պարտքերը, ինչպես մենք ներում ենք մեր պարտապաններին։ Ղովտի կնոջ պես ետ չնայենք։ Ղովտի կինը ինչ արեց, հիշում եք։ Տերն ասել էր, որ Սոդոմն ու Գոմորը պիտի այրի, այս կինը գիտեր Աբրահամին, տեսել էր Աստծո հրաշքները, տեսել էր այն 3 հրեշտակներին, որոնք Սոդոմի Գոմորի մարդկանց կուրությամբ պատժեցին։ Ծննդոց գրքի մեջ գրված է, որ նրանք դանդաղում էին, հրեշտակները նրանց ձեռքը բռնեցին և քաղաքից դուրս հանեցին։ Աստված ասել էր Ղովտին և նրա կնոջը, որ ետ չնայեն, որպեսզի փրկվեն, բայց այս կինը չփրկվեց, որովհետև ետ նայեց, չհնազանդվեց Աստծո պատվիրանքին, մեղքի մեջ էր, թեև այս կինը ֆիզիկապես Սոդոմից դուրս էր եկել, բայց սրտով նա Սոդոմում էր, Տիրոջ խոսքերը իր սրտի մեջ չպահեց։ Միմյանց ներեք, իրար համար աղոթք արեք։ Աստված պարապ բաներ չի խոսում, կամ պիտի հետևենք Աստծո խոսքին, կամ էլ պիտի շարունակենք սատանայից խաբված, իրար դեմ թշնամացած շարունակենք այս վիճակը։ Դուք Աստծո համար շատ արժեքավոր եք, ես ուզում եմ, որ իրապես ծունգի գաք և աղոթեք։ Երբ Հայաստան գնացի, շատ կարևոր դեպքի ականատես եղա։ Այցելեցի Մեծ Եղեռնի անմեղ զոհերի հուշարձանը, այնտեղ Սաղմոս կարդացի, դափնեպսակը դրեցի, ապաշխարեցի։ Շատ հայ քույրեր և եղբայրներ կային։ Բոլորը դեմքով դեպի Արարատ լեռը դառնալով միաձայն ասացին. ձեզ ներում ենք։ Ես ականատես էի, իսկապես ինչ գեղեցիկ օրհնյալ բան է սիրելն ու ներելը։ Քույրս և եղբայրս, դու էլ այսօր ազատվիր ատելությունից, աղոթիր Թուրքիայի արթնության համար։ Թուրքիան 75 միլիոն բնակչություն ունի, բայց միայն 3000 հավատացյալ թուրք կա, ոչ թե 30,000, այլ 3000։ Աղոթենք իրենց արթնության համար։ Սիրելի քույրս և եղբայրս, անցյալում մեր պապերը սպանեցին ձեր պապերին, բայց ես ձեզ սիրում եմ։ Ահա Տիրոջ սիրո խոսքը, և իմ սերը ձեզ եմ տալիս։ Դուք հայ եք, ես թուրք, բայց ամեն բանից առաջ մենք քրիստոնյա ենք, մենք վերստին ծնունդ ունենք, մենք այս աշխարհինը չենք, մենք չընտրեցինք մեր ծնողներին, բայց Տեր Հիսուս Քրիստոսը ընտրեց մեզ մեկ դարձնողը Հիսուսն է։ Հրաժարվենք սատանայից, Տիրոջ սերը մեր սրտերում պահենք և սիրով փորձենք իրար ներել, և այն ժամանակ է, որ ձեր տները օրհնությամբ պիտի լեցվեն, ձեր սրտերը ուրախությամբ։ Հայաստան գնալ գալով ոմանց ուշադրությունը գրավեցի, հսկում էին հեռախոսային իմ խոսակցությունները, սպառնացին ինձ, մեքենայիս ապակիները կոտրեցին, գրություն թողեցին ասելով, որ կսպանենք քեզ և ընտանիքդ, և հիմա ես այստեղ եմ։ Տերը օրհնի իրենց և Սուրբ Հոգին դիպչի։
Հիսուսով ես հիմա ոչ մեկին թշնամի չեմ, այլ ընդհակառակը ես սիրում եմ ձեզ բոլորիդ։ 13 տարի առաջ Տեր Հիսուսին հավատացի եւ ընդունեցի, 7 անգամ ձերբակալվեցի, շատ ելույթներ ունեցա հեռուստատեսությամբ, 10 տարի է որ ամուսնացել եմ։ 3 տարի առաջ իմ 3 ընկերներս Թուրքիայի մեջ սպանվեցին, իրենց կոկորդներն էին կտրել։ Evi basıp 3 kişiyi öldüren ve olay yerinde suçüstü yakalanan 3 zanlı ifadeleri... Եթե անկեղծ Հիսուսի զավակն ես, միշտ պատրաստ եղիր ամեն վարքյան Տիրոջ խոսքը կորցված հոգիներին քարոզելու, վկայելու, ամեն վարքյան պատրաստ եղեք մեռնելու, որովհետև մենք այս աշխարհինը չենք։ Քարոզեցեք հայ, թուրք, ամերիկացի, չինացի, տարբերություն չունի, կորցվածը ինչ ազգից էլ որ լինի, ամեն մարդ Տիրոջ խոսքի պետքությունը ունի։ Ինչպես Տերը իմ կյանքը փոխեց, բոլորի կյանքը կարող է փոխել եւ ուզում է փոխել։ Եթե մինչև հիմա Տեր Հիսուսին չես ընդունել, հիմա առիթ ունես, դժվար բան չէ, Քրիստոսին ընդունիր։ Կարդա Աստծո խոսքը, սկսիր Հովաննու ավետարանից, ամեն օր մի քանի հատված կարդա աղոթքով, անկեղծությամբ, աղոթիր, ասա. Ով Տեր Հիսուս, եկել եմ քո առջև, ինչպես որ եմ, բացիր իմ միտքս, խնդրում եմ իմաստություն տուր ինձ, որ կարդացածս հասկանամ։ Ինձ հետ խոսիր խոսքիդ միջոցով, արի իմ սրտի մեջ, եղիր իմ Տերն ու Փրկիչը, աղոթիր լրջորեն, եւ վստահեցնում եմ ձեզ, որ Տերը հավատարիմ է իր խոստումին, պիտի գա ու բնակի ձեր սրտերում եւ իր Սուրբ Հոգով պիտի փոխի ձեր կյանքերը։ Սուրբ գրքում Տերն ասում է. «Փնտրիր ինձ քո բոլոր սրտով եւ պիտի գտնես ինձ, եւ ես կհայտնվեմ քեզ»։ Մեր Տերը կենդանի է, կենդանի Աստված է, իր մահը եւ իր հրաշափառ հարությունը ճշմարտություն է, իր Սուրբ Հոգին ճշմարտության հոգին է։ Եթե անկեղծությամբ Տիրոջը գաս, Տերը կխոսի քեզ հետ իր խոսքի միջոցով։ Թանկագին քույրեր, եղբայրներ, հիմա ուզում եմ աղոթել, ուրախ եմ, որ ձեզ հետ եմ, դուք իսկապես թանկագին եք։ Օգտվելով առիթից ուզում եմ շնորհակալությունս հայտնեմ հայտնություն ծրագրին, որ ինձ առիթ ընծայեց ձեզ հետ հաղորդակցվելու։ Մեր օրհնյալ Տերը Հիսուս Քրիստոս, մեզ սիրող, մեր մեղքերի համար խաչվող, մեռելներից երրորդ օրը հարություն առնող, կենդանի Աստված, քու Սուրբ Հոգով մեզ կյանք տվող, մեր Տեր, դու ապրում ես եւ խոսում ես մեզ։ Հայտնություն ծրագիրը դիտողներին քո առջև եմ բերում, ով Տեր, սրբիր եւ օրհնիր ամեն մեկ անհատը, բաց իրենց հոգու աչքերը, որ քեզ գտնեն, որովհետև դու ասացիր, ով որ ինձ գա, կյանք կունենա։ Օգնիր, որ քեզ գտնեն, այս վիշտն ու ատելությունը վերցրու իրենցից, սեր եւ խնդություն պարգևի իրենց սրտերին։ Կաղոթեմ հիվանդների համար, թե մարմնավոր, թե հոգևոր բժշկության համար, կաղոթեմ իրենց հավատքի համար, կաղոթեմ ամբողջ հայ ժողովրդի համար։ Մեզի կյանք տվող Նազովրեցի Հիսուսի անունով կաղոթեմ Հայաստանի խաղաղության եւ ուրախության համար, հայ քույր եղբայրներիս Հիսուսը ճանաչող եւ չճանաչողներին խաղաղություն եմ խնդրում։ Քո սերը իրենց սրտերում թող թագավորի, Քրիստոսի անունով եմ խնդրում, ամեն։ Աստված օրհնի ձեզ բոլորիդ, եւ Աստծո խաղաղությունը ձեզ հետ լինի, ամեն։